Լավ, իսկ ինչ կարող է պատահել, քարտինք դիրան մնացել է, շուտը, իսկ ինչ կարող է պատահել, շուտն է, անսպասելի դեպքեր, անկանխատեսելի և վտանգավոր, այդ թե ինչ կարող է պատահել, ու իրոք երեխաների հետ է կապված լինելու, մենք տեսանք պաշկուբկովը, որը շուռ էր եկել, մենք տեսանք հենց առաջի քարտն էր, սա շուտն է, այսինքն դուրակի քարտն է, էլի երեխաների մասին է խոսում, ստեղ ճակատագրական սուձբա, այսինքն ճակատագիրն է այստեղ խառնվում, բավական անկանխատեսելի, անսպասելի կարող է լինել, ուղեղը մթագնաց լինի, ինքն էլ չի հասկանում ինչ է անում, սա խոսում է նաև պետոֆիլիայի մասին, պետոֆիլների, ովքեր որ երիտասարդ, դեռահաս, սենց կապ չունի իրանց համար, աղջիկա թե տղա է, այսօր կստացի, այդպիսի դեպք եղել էր, ինչ-որ տենց մի հատ լկտի տականքը, Ցական երեխաներին, թե աղջիկներին ինչ-որ իջացրել էր գոտկատեղից ներքև բաներ ցույց տվել, դրանից բետար դեպքեր, սա սեքսուալ բնույթի գործողության հետ կապ ունի, բավականին հաղթանդամ տղամարդու մասին է խոսում, էլի տեսեք ինչ քարտաձեռս որտեղից դուրս եկավ, հավաք է խառնել է, էլի գողության հետ է կապված լինելու երեխային տեսնում եք համոզելու, շատ զգուշ տակտիկայով կանեն, մի րոպե սիրելի հետևորդներ, երեխաների հետ կապված բանվան դեպքեր կլինի, չեմ կարող խաբել, բավական գաղտնի են գործում, էլի տեսնում եք, նույն քարտն է, ոյ, այս 85 հոգին, որպես ինչ է ինձ նայում, Տարոտ Խաչատուր, բարև Խաչատուր ջան, և հետո իրենց թակարդն են գցում, ստե նաև գողության հետ կապ ունի, երեխաների գողանալու, անհայտանալու կստացի, դեպքեր կլինի մոտակա 5 ամսվա ընթացքում երեխաների գողության, անհայտանալու չկա։ Երևանում անծանոթ տղամարդ դպրոցից վերադարձող 9-ամյա աղջկան ներկայացել է որպես հորընկեր և ցանկություն հայտնել ուղեկցելու տուն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով Արաբկիր վարչական շրջանի հիմնական դպրոցներից մեկի մոտ է պատահել դեպքը։ Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ իր երեխան չի հավատացել տղամարդուն, ճանապարհը շարունակելով հեռացել է։ Տղամարդու ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել։